Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 4-ի համար։ Օրը կիրակի է և դրա համար գնայինք այս մյուս քարտերով։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 4-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, հնարավոր է ստեղ նամակագրական կապի մեջ եք լինում, ձեր ընտանիքի անդամների հետ։ Տեսնենք ով է ամենայն դեպս։ Այս աղջիկը ձեզ որևիցե հնարավորություն է տալու ինչ-որ գործերը ավելի հեշտացնելու համար։ Կօգնի ձեզ, որպեսզի որոշ գործեր ձեզ մոտ հեշտանան։ Մեկ րոպե, մոմս չեմ վառել, ինչպես միշտ, լավ այս անգամ շուտ հիշեցի, գիտեք, որ առանց մոմ չեմ աշխատում։ Շարունակենք, այնտեղ ունեք նամակագրական կապ որևիցե մեկի հետ, հնարավոր է փաստաթղթեր են, հնարավոր է ինչ-որ մեկից նամակ եք ստանում այդ օրը, դրսից կարող է այն լինել կամ ձեր ցանկությունների իրականացման թուղթ է կարող է լինել, միգուցե ինչ-որ մի բան է, որը թույլ է տալիս ձեզ հետո կատարել ձեր ցանկությունները, նաև սա կարող եք գրել ձեր ցանկությունները, եթե ուզում եք։ Եվ տեսնենք, այստեղ ունեք կամ այցելում եք ոչ վարչահարդարման սրահ, ոչ բժշկական կենտրոն կամ այցելում եք ձեր ծնողներին։ Սա նաև նոր ընտանիք են, նոր հարաբերություններ են, ոմանք, որ դեպի ընտանիք է տանում ձեր հարաբերությունները, կամ ընտանիք եք ստեղծելու կամ վերականգնում եք ընտանիքը, ընտանեկան սերը, ընտանեկան հարաբերությունները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 4-ին։ Ոմանց համար սա ժամադրություն է, ուրախ պահեր, անակնկալներ, նվերներ։ Տեսնենք, ինչ-որ ոլորտ ցույց կտա, ինչ-որ ոլորտում է, ինչ-որ մի բան է գնալու, ինչ-որ նոր բան գալու համար, միգուցե նորի համար եք այսքան ուրախացել, միգուցե նոր հնարավորություններ են այստեղ, ինչ-որ բաներ են համենայն դեպս գնալու ձեզ մոտ նորը գալու համար, և սա չեմ կարող ասել ուրախությունն է գնում, բայց գուցե նաև ինչ-որ առիթ է, որը ստեղծվել է նրա համար, որ նոր կյանք եք սկսում, նոր ինչ-որ մի բան է այստեղ նաև, նոր հարաբերություններ, նոր ժամադրություն, նոր ինչ-որ ուրախ պահեր են։ Եվ եթե այս քարտով նայենք, սա դե կարող է իրոք ուրախացել եք, որովհետև ինչ-որ բաներ կան, որ գնացել են ձեր կյանքից։ Այդ օրը մանրուքներին պետք է շատ ուշադրություն դարձնեք։ Սա սիրային թեմա է։ Սիրային թեմայում մի քիչ մանրուքներին կարող է, եթե նոր ծանոթություն է, նոր հարաբերություններ են, ապա ինչ-որ պահեր կարող եք ուշադրություն դարձնել։ Բայց եթե խորանում եք նախկին սեր, նախկին հարաբերություններ և այլ թեմաներ, այդ թեմաներում ի վերջո վեճ է լինում, դրա համար լավ կլինի, որ արագ կողմնորոշվեք և վերջ տաք այդ հարցին, քիչ խորանաք դրա մեջ։ Իսկ եթե նոր հարաբերություններ, նոր սեր է, սա արդեն պետք է անպայման թե խոսքերը, թե բառերը, ամեն ինչ պետք է լավ ուսումնասիրել։ Եվ այդ օրը կարող եք հանդիպել որևիցե տղայի հետ, խոսել, կամ կարող է տղամարդ է, տեսնենք ով է, 3 երեսանի մարդ է, այնպես որ մի փոքր զգույշ պետք է լինել այդ մարդուց, մի վստահեք այդ մարդուն, այդպես շատ լավ ուսումնասիրեք իր ասածը, իր առաջարկը, նոր հետո ընդունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 4-ին։ Այդ օրը առիթի եք կարծես թե, կամ որևիցե հասարակական վայրում կգտնվեք, դե ինչ-որ մարդկանց մեջ, որևիցե այգիում, հրապարակում, սա նաև հասարակական աշխատանք է ոմանց համար,
Կամ գուցե սոցցանցերով կսկսեք աշխատել, կամ աշխատում եք, այդ օրը ավելի հայտնի կդառնաք, կամ գուցե գովազդ եք անում այդ օրը եւ ձեր ապրանքը ավելի հայտնի դառնում է, ոնց որ աշխատանքի հետ է դա կապված։ Սա նաեւ պետական հիմնարկություն է, այնտեղ հասարակական կյանք։ Գուցե դա ինքը կիրակի է, գուցե հաջորդ օրը պարտադիր չի այս քարտերը նույն օրվան լինեն։ Գուցե գնում եք ինչ-որ ձեր գործունեությունը ավելի մասշտաբացնելու, ավելի հանրայնացնելու։ Եվ այստեղ եթե գտնվեք, ոչ շատ մարդկանց մեջ հնարավոր է նաև մեկը վատանա եւ պետք է տանել իրեն հիվանդանոց։ Այդ օրը նաև ոմանք երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է այստեղ գնում եք առիթի։ Նաև ոմանք էլ նոր բիզնես կցանկանան բացել, բայց ընդամենը 3 է եղել լիալուսինը եւ այդքան էլ չի թույլատրվում նոր բիզնես բացել։ Այստեղ ոչ է տղամարդ է, ով կարող է իրեն պահել անլուրջ, կարող է պահել իրեն երեխայի նման եւ դա ձեզ դուր չգա, նյարդայնանաք, կամ այս տղայի հետ կարող եք որոշել ոչ է բիզնես բացել։ Եվ տեսնենք լաբիրինթը ինչի համար է։ Ինչ է ուզում դուրս եք գալու, թե ոչ։ Այո, դուրս եք գալու այդ լաբիրինթից ուրախ, զվարթ, շատ հեշտությամբ կկարողանաք ազատվել այդ խնդրից, եթե ինչ-որ մի խնդիր առաջանա ձեր շրջապատում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 4-ին։ Խաբեություն, խորամանկություն, միգուցե դուք պետք է լինեք խորամանկ այդ օրը ինչ-որ գործեր անելու համար, տեսնենք ինչ է ասում։ Ուղղությունը ընտրելու հարցում, այո, դուք պետք է լինեք խորամանկ, բայց նաև կարող է ոչ թե սխալ ուղի ընտրեք, այլ այս մարդիկ ձեզ շեղեն այդ ուղուց կամ ձեզ ասեն, ոնց որ մտածեք, որ այդ ուղին ճիշտ է, որտեղ իրենք ձեզ խորհուրդ տված լինեն եւ հետո ընկնեք կրակը։ Պետք է երկար մտածեք եւ եթե ուղղակի նման մարդիկ չկան, ովքեր որ ձեզ կարող են խորհուրդ տալ եւ դուք անեք այն ինչ որ ասում են, ապա սա ուղղությունը ընտրելուց ոնց որ պետք է մի փոքր խորամանկ լինեք, որ կարողանաք այն անել։ Այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե հեղինակավոր մարդու հետ, նաեւ դա նշանակում է ուժային կառույցի ներկայացուցիչ, ում հետ որ կարող եք այդ օրը հանդիպել։ Եվ կամ դուք եք ընտրության առջև դիմել արդյոք իրեն այդ հարցով, ինչ որ օգնության հարցով, կամ միգուցե ինքն է ձեզ դիմում, ոչ օգնության հարցով, օրինակ հովանավոր է կանգնում ձեր գործին կամ ինչ որ մի բանով ուզում է աջակցել, դուք եք որոշում, ինչ ասեք, որ մեկը օգնի, հա, այդպես, ինչով օգնի նա ձեզ։ Սա նաև պետավտոտեսուչ կարող է լինել, որ եւս այստեղ ընտրության առջև լինեք, ինչ անեք։ Վճարեք, թե մի փոքր հետը համոզեք, հետը խոսեք։ Այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, կզբաղվեն փաստաթղթերով, ոչ թե գաղտնիք նաև կարող է բացահայտվել։ Այն ուղղության վերաբերյալ, որը որ դուք եք ընտրել, այստեղ նայեք նույն բանն է։ Ոչ է մի բան կիմանա, կամ այս ուղղությունը ընտրելուց պետք է ինչ-որ բան սովորեք, որ ինչքան է խորամանկ մարդը առաջ գնա, միևնույնն է պետք է ինչ-որ մի բան սովորի, սա նաև գաղտնիք է, որը կարող եք այստեղ իմանալ, որ այս մարդը ձեզ իրոք շեղում էր կամ իր ասած ուղին ճիշտ չէ, դրա համար լավ մտածեք այդ օրը ինչ-որ մեկը ձեզ մի բան առաջարկի։ Եվ ուղղությունը իրոք գնալու համար, եթե այստեղ ինչքան էլ խորամանկ գնում եք, սովորեք, ինչ-որ բաներ հաստատ ձեզ համար կիսատ է լինելու։ Հնարավոր պետք է ինչ-որ փաստաթղթերի հետ զբաղվեք, ինչ-որ գործողություններ անեք։ Սա նաև բաժանում է կամ եւ այս մարդը կարող է լինել նոտարի աշխատող, բաժանում է կամ զաքսավորում, երկուսից մեկը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին հունվարի 4-ին։ Շատ զրույց, այսօր կողմ տարբեր մարդկանց հետ, տեղ ընկերներ, երեխաները, միգուցե խոսում եք, շփվում եք, միգուցե անհանգստանում եք։ Երեք երեսանի մարդիկ կան, այդ օրը պետք է քիչ խոսել,
նմանում քիչ կիսվել, հա, ձեր կյանքից, այն կյանքով, որ դուք ապրում եք, անձնականից քիչ խոսեք, մի խոսքով այդ օրը, հա, կարող շատ խոսել եւ այստեղ տանեն ուրիշին հայտնեն։ Նաեւ երեխաների հետ կապված ոչ հարցեր են, այդ օրը կարող է առիթ է, իրենց եք պատրաստում, միգուցե հաջորդ օր դասի են, ես իրոք չգիտեմ դասի եք թե չէ, չեմ կարողանում ասել։ Նաև ձեր ինչ-որ բիզնես կարող բացել, այստեղ ձեր ցանկությունները իրականանան միգուցե երեխաների հետ կապված, միգուցե նաև բիզնեսի հետ կապված, երկուսն էլ այստեղ կարող են լինել։ Նաև եթե ձեր երեխաները դրսում են գտնվում, ապա կարող է կամ գան, կամ ոչ թե տեղեկատվություն լսեք իրենց մասին։ Եվ այդ օրը սա հավատարմություն է, ընկերություն է, ում հետ որ կարող եք խոսել, հա, ձեր ընկերը կարող է լինել, նաև հավատարմություն է ընտանիքում, ճիշտ ուղու վրա կդնի ձեր ընկերը ձեզ, կամ դուք իրեն, միգուցե խորհուրդ է պետք, միգուցե զգում եք, որ այ ինչ որ ուզում անի, ճիշտ է, կարելի է ես էլ անեմ, միգուցե ինչ որ բան է ասում խորհրդի կարգով, եւ դուք մտածում եք, այո, ճիշտ է, արժի անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 4-ին։ Ինչ-որ մի բանը ձեզ մոտ է այդ օրը, չնայած որ բավականին էմոցիոնալ կարող եք լինել, կարող եք շփվել նաև ձեր մայրիկի հետ։ Ինչ-որ բան է կայունանալու, միգուցե ձեր էմոցիաներն են հանգստանալու, որ լարված եք։ Նաև մայրիկի հետ հարաբերությունները կարող են ավելի հանգստանալ, ավելի նորմալանալ։ Նաև սա այն ինչ որ մութ էր, այն ինչ որ անհասկանալի էր ձեզ համար, ոնց որ հիմա արդեն ամեն ինչ պարզ է լինում։ Տեսնենք ինչի կորուստ է սա։ Մանր խնդիրներ են ստեղծում ընդհանրապես առնետները։ Քիչ պետք է ուշադիր լինել։ Հարաբերությունների հետ կապված նայեք, կորուստ հարաբերություններ, հա, բառը չեմ ուզում շեշտել, դուք ինքներդ արդեն մոտապես պատկերացնում եք, եւ այստեղ նայեք կտրող գործիքը եւս հա կարող է այստեղ հստակ կտրեք, գցեք այդ մարդուն ձեր կյանքից։ Նաեւ սա վստահությունն է։ Վստահությունը սիրելիի հանդեպ, վստահություն է, հա, միմյանց մեջ ինչ կամ դուք չեք վստահելու արդեն կամ ինքը ձեզ չի վստահելու եւ այստեղ ինչ որ խզվում է որից մի բան։ Այստեղ ուշադրություն է պետք կորուստի հետ կապված եւ տեսնենք ոմանք կարող է գնան վիրահատության այդ օրը գործեր անելուց մի քիչ ուշադիր եղեք սուր գործիքների նկատմամբ, սա նաեւ հիմքից ինչ որ մի բան փոխել է ձեր կյանքում, ոմանք կարող սիրային թեմա է, ոմանց մոտ մեկ այլ թեմա է, ինչ որ մի բան է փոխում հիմքից։ Այստեղ նամակ է, տեղեկատվություն, որը որ կա ստանալուց հետո կամ իմանալուց հետո ոնց որ ձեր կյանքը 70-ի տակ շուռ կգա, ինչ որ մի բան պետք է հիմքից սկսեք։ Դա նաև ինչ որ վիրահատության փաստաթուղթ է, որ պետք է վիրահատել, օրինակ ինչ որ մի բան եք ստորագրում։ Եվ եթե Կիրակիչը եթե փոխվի ինքը երկուշաբթի օր, սա եւս խոսում է այդ մասին, որ կարող ինչ որ մի բան ստորագրել եւ կամ տալ ինչ որ մեկին հանել ձեր կյանքից։ Եվ այստեղ եթե նայենք, պատկերացնեմ էլ ինչ կարող լինել սա նրա հետ։ Կամ նամակագրական կապ ոնց որ մարդը սև ցուցակցի դիմացինին է նման ոչ է պահեր։ Դե ինքը վատ քարտ է, յանով չեմ կարող լավ բան ասած ես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 4-ին։ Անցյալն է սա։ Հիշեք անցյալը, մխրճվեք անցյալի մեջ։ Սա նաև իր վատ կողմ ունի, ոնց որ ասում է, անցյալը հիշում ես ու ներկան չես ապրում, այդպես։ Անցյալի դժվարությունները կարող եք հիշել, անցյալից որից մի խնդիր կարող է գալ, որ պետք է լուծեք։
Չեք լուծել, դրա համար հիմա այդ խնդիրը եկել է, որ լուծեք։ Կամ հիշում եք ուղղակի։ Հիշում եք, թե անցյալում ինչ խնդիրների միջով եք անցել, որ հասել եք այստեղ, ինչ եք արել այսքան ժամանակ, ինչ փորձությունների մեջով եք անցել։ Եվ սա կարող է լինել անցյալի խնդիրը ընտանիքի փորձության համար։ Տեսնենք, ընտանիք է սա, տուն, տան հետ կապված ոչ հարցեր, հյուրեր, տեղափոխություն, առիթ, տեսնենք ինչ է։ Նայեք, միևնույնն է, ինքը պետք է ընկներ, որովհետև այստեղ անցյալից եկող խնդիրը ձեր ընտանիք փորձություն է բերելու։ Ես արդեն իսկ ասացի, ինքը պտտվեց, էլի դուրս եկավ։ Միևնույնն է, դա էր ուզում ասել։ Ընտանիքում փորձություն, ընտանիքում որցա խնդիրներ կամ այդ անցյալի բեռը եկել է, որ էլի պետք է լուծեք, ընտանիքով միգուցե պետք է լուծեք։ Ընտանիքին է վերաբերվում դա։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջիկա հետ։ Ասում եմ, լավ որ էլի ինքը ջեր։ Իր հետ կապված յուրաքանչյուր մանրուք ձեզ պետք է հետաքրքրի, ինչ է անում, ինչպես է, ինչով է զբաղվում, գուցե ձեր երեխան է տեղափոխվում է մեկ այլ տեղ եւ հետաքրքրվում եք անդադ ինչ է անում, ինչպես եթե ինչ-որ բաներ է առաջարկում ձեզ, ապա եւս պետք է լավ ուսումնասիրել իր ասածը, մանրուքները ուշադրություն դարձնել, նոր հետո ընդունել կամ մերժել կամ հասկանալ ընդհանրապես ինչ է ուզում նա ձեզ ասել։ Կամ իրար հետ ուղղակի մանր գործեր կարող եք անել։ Կարող ձեզ օգնում է կամ նման ոչ հարց։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 4-ին։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր նաև նոր բիզնեսի հետ է կապված, բայց այստեղ չեմ տեսնում լավ բաներ, որ ես ձեզ ասեմ։ Տեսնենք երեխաների հետ կապված ինչ է սա, գուցե թոռ եք ունենում, դժվարություններ են դրա համար, այստեղ կամ դժվար է այդ օրը երեխաների հետ շփվելը, կամ ովքեր հղի են, շատ պետք է ուշադրություն դարձնեն իրենց հղիությանը։ Ոչ մի ծանր, ոչ մի նյարդայնանալ, ոչ մի ավելորդ խնդիր։ Բիզնեսը, նայեք, ինչքան ծանր քարտեր են դուրս եկել։ Սա եւս, հա, փորձություն է, հատկապես լիալուսնից հետո հավանականություն շատ մեծ է փորձությունների։ Դրա համար պետք է այստեղ կարողանաք հաղթահարել կամ դժվարություններ են իրոք երեխաների հետ շփման մեջ։ Կամ երեխաների մոտ է դժվարություն, դուք պետք է օգնեք։ Կամ երեխաների հետ կապված ամեն ինչը ձեր ուսերին է, դուք եք միայն խնամում։ Տեսնենք ինչ խոչընդոտներ կան այդ օրը, գուցե դա շահունակությունն է։ Ուղղություն ընտրելու։ Նայեք, եթե այստեղ բիզնես սկսեք, ծանր բիզնես եք սկսում, ծանր դժվարություններ եւ այս ուղղությունը, որ ընտրել եք, սխալ է։ Ինչպես ընտրել եք վարվել, ընդունել, մերժել, անել, այդ ամեն ինչը, ինչ ուղի ընտրել եք, բաժանվել, հեռանալ, մի խոսքով։ Այդ ամենը սխալ է ձեզ համար։ Այդ ուղուն գնալով հանդիպելու եք քարքորոտ ճանապարհների։ Եվ եթե ճիշտ լիներ, հա, դուք սրանից հետո պետք է գոնե լավ քարտ լիներ, որ այս ճիշտ ուղին դուք ընտրեք, գտնեիք։ Տեսնենք, այստեղ բորբոքվում եք, միգուցե դրա համար եք այստեղ ուղի ընտրում, հա, բորբոքված լինելով։ Կամ միգուցե երեխաներին ասում եք գնացեք առանձին ապրեք, օրինակ։ Կամ փակում եմ բիզնեսը, կամ երեխական անլուրջ որևիցե որոշում կայացնեք։ Տեսնենք ինչի համար է սա։ Ցանկությունները ոնց որ անկատար են, ցանկությունները չեն կատարվել։ Միգուցե երեխաների հետ կապված, միգուցե օտար երկրի հետ կապված, միգուցե խնդիրներ կան, հա, այստեղ կամ դուք եւ ինչ որ մեկի միջև, որ ձեզանից հեռու է, բորբոքված, այսպես կատաղած եք իր վրա, ինչ որ մի բանի համար։ Նաև անհանգիստ եք այստեղ, կամ ինչ որ մեկը պետք է գնա արտասահման դուրս, հա, եւ իր համար եք անհանգիստ, լարված եք։ Այսքան է, կարող ինչ որ մարդկանց եք ճանապարհում այդ օրը եւ նաև արտասվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 4-ին։ Նոր սեր, հարաբերություններ, ընտանիքում սեր, ամենտեղ սեր, այստեղ կարող է նախկինը գալ, բայց այդքան էլ, հա, լավ չէ։ Տեսնենք լավ, սերը ինչի հետ է կապված։ Ընտանիքի անդամների։ Գուցե ընտանիք է կազմում, վերադառնում է նախկինը, այստեղ է, եւ էլի ընտանիքը վերակազմավորվում է։ Ծնողների հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Հարաբերությունները մի քիչ դանդաղ են աճում, բայց ավելի կայուն է, ավելի նորմալ է, ոնց որ տանում է դեպի ընտանիք։ Եվ տեսնենք անցյալը այդ ինչի մեջ եք մխրճվելու, ինչն է ձեզ տանում։ Մի աղջիկ է, կամ այդ աղջիկան եք հանդիպելու անցյալից, ընկերուհի է, կամ սիրելի է, հա, տղաների համար։ Ինչ որ մեկն է, ով որ գալի անցյալից, կամ իր հետ նստած հիշելու եք ձեր անցյալը, խոսեք, քննարկեք, վերհիշեք ամեն ինչ։ Իսկ տեսնենք լաբիրինթը ինչի համար է։ Ընկել ինչ է ուզում ասել, դուրս կգաք, խնդիրները ինչ է։ Տան հետ է կապված, խնդիրներ են, կամ ընտանիքի անդամների հետ չեք կարողանում ինչ-որ մի վերջնական որոշում կայացնեք, կամ տան հետ է կապված, բայց խնդիրներ են, որ էլի չեք կարողանում, կամ տուն գտնեք, կամ այդ լուծումը գտնեք, կամ վարձի վճարման լուծումը գտնեք, ինչ-որ բաներ են այստեղ, որ անընդհատ պտտվում եք եւ նույն կետում եք, չեք կարողանում ազատվել։ Տան հետ կապված է կամ ընտանիքի։ Ու անընդհատ նույն թեման եք ծեծում այստեղ ընտանիքում։ Նա անցյալ եւ այլն, շատ ընտանիքներ կան, որ այդպես չեն կարող մոռանալ կատարված անցյալի եւ անդադ բերում են ներկա, անդադ կյանքները դժոխքի են վերածում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 4-ին։ Որոշ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք, որտեղ ինչ-որ մի բան անլուրջ եք, հա, անլուրջ եք նայում, պետք է մի փոքր ավելի իմաստուն կերպով նայել դրան, տեսնենք։ Խոչընդոտները կապված են ժամանակի հետ, ժամանակին չեք հասցնում ինչ-որ մի բան անել, ժամանակը չի, ոչ մի բան սկսելու, դա նաև կարող եմ ասել, եւ ուշանում եք ինչ-որ միտեղ, չեք հասցնում, նոմար խոչընդոտները ձեզ համար լինում, ոնց որ թեթև եք նայում դրան, հա դե ոչինչ, 5 րոպե ուշանամ, մի րոպե ուշանամ, դե ոչինչ։ Տեսնենք, այստեղ խաղ է եւ բացի խաղը, որ կարող եք դուք երեխաներին տանել խաղասրահ, դուք գնալ խաղասրահ, բայց նաեւ դա կարող է լինել անլրջություն եւ մեկ ակնթարթ ոչ է հարց։ Տեսնենք այդ մեկ ակնթարթը ինչ է։ Ցույց չի տալիս, էմոցիաները ցույց տալիս, էմոցիոնալ եք լինելու, ինչ էլ որ լինի էմոցիոնալ եք լինելու, բայց հաջողություն ունեք, այնպես որ կկարողանաք յուրաքանչյուր հարցի լուծում տալ։ Գուցե լավ էմոցիաներ են, միգուցե լավ հաջողություն է այստեղ գալիս, հա, մեկ ակնթարթ ինչ որ մի բան է տեղի ունենում, որից հաջողություն է, որը կամ էմոցիոնալի կամ ինչ որ ձևով կասկածում եք, հաստատ դա նորմալ է, հաստատ դա իմ հետ է կատարվում, հաստատ դա այդ է, եւ ի վերջո հաջողություն կա։ Եվ տեսնենք օձը, սա հենց բնավորությամբ օձ է, տարով օձ է, թե իմաստու մարդ է, թե իրոք նախանձ է, տեսնենք ով է։ Ինչ որ մեկն է, այստեղ ավելի շատ ոչ թե ինչ որ մեկն է, այլ իմաստությունն է։ Կամ իմաստուն խորհրդով ձեզ այնպես անում, որ դուք ոչ ոլորտ կայունացնում եք, ավելի ուրիշ ձև եք սկսում նայել դրան, այդ խնդրին, կամ ձեր մոտ ամեն ինչ կայունացել է, ամեն ինչ նորմալացել է եւ նախանձ մարդիկ ավելանում են եւ որոշում են, որ դες պետք է կամ խորհուրդ տալ կամ այնպես անել, որ էլի, հա, այս կայունությունը դառնա էլի դժոխային։ Դե համար պետք է քիչ լսեք ուրիշներին այդ օրը, բայց իմաստուն գործեք, որպեսզի ոչ մի ոլորտ ձեզ մոտ կայունանա այստեղ։ Տեսնում ենք ոլորտները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 4-ին։ Ոչ է լաբիրինթ է, ոչ, և տղամարդ։ Ինչ որ մի բանից դուրս չկարողանալ գալու համար, դիմացին հետ կարող եք վիճել կամ գցել է ձեզ այդ լաբիրինթը։ Տեսնենք,
Սիրային լաբիրինթ է այստեղ, կամ ընկել եք թակարդը, որ չեք կարողանում դուրս գալ այդ հարաբերություններից, կամ այդ սիրուց ազատվել, նա ինչ-որ խնդիր է այստեղ, սիրային հարցերում, հարաբերություններում, ընտանիքում, կամ իրար հետ է խնդիրը, կամ իրար հետ չեք կարողանում այդ խնդրին լուծում տալ, որը ձեզ չի վերաբերվում, այլ ինչ-որ մի հարց է, կամ իրար մեջ է դա, կամ իրոք ընկել եք այստեղ թակարդը։ Տեսնենք, վիճում եք, թե տուն եք մաքրելու այդ օրը։ Փոփոխություններ են, սա վեճ չի, կարող եք վիճել նաև էլի փոփոխություններ մտցնել ձեր կյանք, կարող եք նաև մաքրել։ Մաքրել, այստեղ կարող ինչ-որ մարդիկ տեղափոխվում են մեկ այլ երկիր և տունն եք հավաքում, մաքրում, մեկ այլ տուն եք տեղափոխվում, դա եք մաքրում։ Նաև փոփոխություն դա, եթե մարդը վիճում է էլի, կամ մարդիկ ժամանակավոր իրարից առանձնանում են, այսպես թե այնպես էլի փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Սա կարող է որևէ մեկ ընտանիքում փոփոխություն է ուզում, հղիություն օրինակ, կամ մեկ այլ փոփոխություն և դրա հիման վրա է այդ վեճը։ Եվ տեսնենք ով է այս տղամարդը։ Ընտանիքի անդամ է, կարող եք խոսել, հանդիպել, ձեր տղան է, ձեր հայրն է, ձեր եղբայրն է, վարսահարդար կարող է լինել, բժիշկ կարող է լինել, նաև ում հետ որ այդ օրը կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, կամ ընտանեկան ոչ ինչ-որ մասնագետ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 4-ին։ Հաջողություն ձեր գործերում, այստեղ միմիայն հաջողակ քարտեր են։ Տեսնենք հաջողությունը ինչում է ասում։ Կամ ձեր կնոջ մոտ է լինելու, ձեր աղջկա, ոչ աղջիկ է օգնելու հաջողության հասնել, ոչ աղջիկ է ձեր առջև դռները բացելու և այդ հաջողություն ունենալու եք։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր էներգիավլի կլինեք, գուցե պատճառը ասի, ոլորտ եք կայունանում, ոլորտ եք կարգավորվում դրա համար, այստեղ այդ հաջողությունը որ կա, ոնց որ այդ խնդիրը որ կար, որ հաջողությունը ձեզ բերում, այլևս սա կարող է նաև այստեղ իրար հետ վիճված եք, հաշտվում եք, հիմա արդեն հարաբերությունները կայուն են, դրա համար ուրախ եք։ Եվ այստեղ տեսնենք անցյալը։ Անցյալը ինչ է ուզում ձեզանից։ Աշխատանք է սա։ Կամ կանցնեք նախկին աշխատանքին, զանգահարում են, կանչում են ձեզ։ Կամ այստեղ հիվանդանոց է, որի համար նախկինում եք գնացել, հիմա եք էլի գնալու։ Որոշում եք օրինակ գնալ սովորել այնտեղ, որտեղ ժամանակին սովորել եք, կարող եք մտածում եք երկուշաբթի գնամ մի հատ էլ դիմեմ, կարող է ընդունեն։ Կամ նույնն էլ աշխատանքը գնամ հələ մի հատ էլ այնտեղ, տեսնեմ կանթունեն թե ոչ, կամ կարող եք ուղղակի զբաղվել այն աշխատանքով, որ անցյալում եք զբաղվել, բիզնես է, վաճառք է, ինչ-որ մի բան է, որ անցյալում արել եք, հիմա նորից էլի կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։